Առողջական վիճակը կտրուկ վատացել էր վիճակը, արդեն տեղեկացրել են Կարմավիր ՔԿ-ից, նրան տեղափոխեցին Աբովյան ՔԿՀ, բժիշկների հետազոտության արդյունքում, քանի որ գիտակցության կորուստի արդեն գիտեք, նորից չկրկնվեմ, շտաբօգնություն հրավիրվեց, տեղափոխվեց Աբովյան Աբովյան ԲԿ-ում, քանի որ նա կոմպլեքս հիվանդություններ ունի. Եվ ինչպես Մարիներ ասել, 9 օրեկանից նա բուժվել էր այս բուժկենտրոնում, մի դեղը հակասում է մյուս դեղին, մի ներարկումը մյուս ներարկումին, ամբողջ այդ Աբովյան ԲԿ-ում Գայանեն զանգում էր իր բուժող բժիշկներին, հարցնում էր ընդունենք մագնեզիում կարելի է, թե չի կարելի, այս մյուսի հետ կարելի է, թե չէ, եւ որոշում կայացվեց, որ երեխային տղային պետք է տեղափոխենք այստեղ։ Այս պահի դրությամբ այլ նորություններ չունեմ, միայն մեկ իր քրոնիկ խնդիրներով պայմանավորված է վատթարացել, թե հոգեբանական բոլոր խնդիրները միասին կան, առաջացել են նաև այլ խնդիրներ, որոնք չեմ կարող հրապարակայնացնել։ Աբովյան ԲԿ-ում չեն կարողացել պատշաճ բուժօգնություն։ Աբովյան ԲԿ-ն պատրաստ էր ամեն ինչ անել, քանի որ իր վիճակը այնպեսին կոմպլեքս է, իր բուժումը դրա համար այսպեսի որոշում։ Հիմա խնդրում եմ, շատ խնդրում եմ, գիտեք, որ կարող է մի ժամ, կարող է 10 ժամ, չգիտեմ, ոչինչ մենք չգիտենք։ Ես ձեզ շատ խնդրում եմ, ես գիտեմ, որ դուք բոլորդ մեր կողքն եք։ Եկեք հիմա ամեն ինչը դադարեցնենք։ Ես որպես Դավիթ Մինասյանի պաշտպան Դավիթ Մինասյանի, դու գիտեք, ես հայտարարել եմ, որպես մայր եմ հանդես գալիս, ես պատրաստ եմ բոլորիդ հրավիրեմ, թե մամուլի ասուլիսի, թե ձեր հաղորդումներին բոլոր տեղերը։ Ես բոլորիդ կասեմ, անընդհատ եղել է ինքը, բժիշկները գնացել են, զննվել է, բայց այն վիճակը չեն կարող իրանք ապահովել։ Ինչ հատկություն ունենում իր հետ։ Ունեն գիտակցության կորուստ, որից հետո պետք է մարդը գիտակցության գա, չէ։ Այո, ունեցել է գիտակցության կորուստ։ Երկու օրվա մեջ երրորդ անգամ։ Այո, երրորդ անգամ։ Ես վազեմ ներս։ Ես ավելի օգուտ կտամ, եթե վազեմ։ Խնդրում եմ, բայց դադարացրեք։ Ինձ ոչ մեկ չի կարող կաշկանդել որևէ ձևով։